Ռուսական սանկցիաների տակ է հայտնվել հայկական ըմպելիքների հերթական խմբաքանակը։ Ռուսաստանի պաշտոնական «Չեսնի զնակ» մակնշման համակարգը, որ վերահսկում է ապրանքների շրջանառությունը, արգելափակել է բջջի հանքային ջրի, պրոստը ազբուկը բնական խմելու ջրի, այդ թվում մանկական եւ դարբաս ապրանքանիշի մոխիտո ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների առանձին խմբաքանակների վաճառքն իր երկրում։ Ըստ ռուսական կողմի խոսքը շուրջ 70,000 շշի մասին է։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ դրանք կարող են վնասել ռուսաստանցի սպառողներին եւ որ հայ արտադրողները խախտել են այդ արտադրանքը Ռուսաստան ներմուծելու պարտադիր պահանջները։ Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնից Ազատությանն ասացին, Ռոսսելխոզնաձորից պետք է պաշտոնական հիմնավորում ստանան, դեռ չկա։ ՍԱԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանն ասում է, ռուսական կողմը հայտարարել է խախտումների մասին, բայց չի հստակեցրել կոնկրետ ինչ բնույթի։ Ռուսաստանի Դաշնության որևէ իրավասու մարմնից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որևէ ծանուցում տվյալ խնդրի վերաբերյալ դեռևս չի ստացել եւ հրապարակման մեջ նշվող 70,000 շիշ խմելու ջրի եւ գազավորված ջրի հետ կապված խնդիրը այս պահին մեզ անհասկանալի է։ Նշված տնտեսվարողներից Ազատության զանգերին պատասխանեց միայն Դարբաս ընկերության տնօրեն Աշոտ Ղարիբյանը, ասաց իրենց դեպքում խոսքը 1200 շշի մասին է, որոնք ի դեպ նրա պնդմամբ արդեն վաճառվել են։ Առաջին անգամ չէ, որ այդ խմիչքները Ռուսաստան են արտահանում, ընդգծեց, բայց առաջին անգամ են այս խնդրին բախվում։ Ասաց նախ պետք է ապացուցվի, որ արտադրանքն իսկապես որևէ խախտում ունի։ 15-17 տեսակ ապրանք ունենք, դրա մասին չի խոսքը։ Տվյալ խմբականակի մասին է խոսքը։ Իսկ ինչ խնդիր կա։ Արդյոք համարում եք, որ վտանգավոր է լիմոնադը։ Ոչ, չենք համարում, դե տեսնենք, չգիտեմ, ես չեմ ուզում քաղաքականացնեմ, նույնիսկ մենք չունենք էլ այդ խմբականակից, որ ես էլ մի հատ ստուդիամ տեսեմ ինչ կա, ինչ որ ծնկեր եւ այլ մի քիչ քանակությունը բարձր է, խմորիչներ ծնկեր, որը որ դեռ հարց է, շատ փոքր խմբականակի մասին է խոսքը։ Ես չեմ էլ կարող ապացուցել, իրանք ճիշտ են թե սխալ, որտեղ տվյալ խմբականակը սպառված է վաղուց։ Ռուսական սահմանափակումների թեման վաղուց նաև քաղաքական քննարկումների առիթ է դարձել։ Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Հայկ Վարմանյանը համոզված է, Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետևանքով են հայ-ռուսական հարաբերությունները վատթարացել։ Տնտեսագետ падգամավորի հաշվարկով ստեղծված իրավիճակից կարող է տուժել շուրջ 250,000 մարդ։ Նա ավելի վատ կանխատեսումներ ունի։ Աստված մի արասցե, եթե հանկարծ օրինակ արգելեն դրամական փոխանցումները, որը մեր համախառն ներքին արդյունքի 10%-ն է։ Մարդիկ ապրում են այդ գումարներով։ Աստված չանի, եթե մարդկանց արտաքսեն հայ աշխատավորներին, եւ եթե մենք ընդհանրապես դուրս գանք ԵԱՏՄ-ից, հարվածի տակ է դրվում նաեւ իրանական շուկան։ Ընդդիմադիր падգամավորի կարծիքով Մոսկվան իր քայլերով հասկացնում է, որ խնդիր ունի գործող իշխանության հետ։ Հետևաբար ասում են դուք հանրակրվե արեք, թող ձեր ժողովուրդը որոշի։ Իրենք ցանկանում են մնալ ԵԱՏՄ-ում, թե այլ ուղղությամբ են ցանկանում շարժվել։ Եվ եթե դուք հարց եք տալիս, թե իշխանությունները ինչ պետք է անեն, գուցե հանրակրվե անեն եւ քարոզեն մնալ ԵԱՏՄ-ին, որտեղ դա է մեր շահերից բխում էս պահին։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սոնա Ղազարյանը մինչդեռ կարծում է, որ դիվանագիտական ճանապարհով Մոսկվայի հետ խնդիրները լուծելու հնարավորությունը դեռ սպառված չէ։ Ղազարյանի խոսքով Հայաստանը շարունակելու է երկխոսությունը, միաժամանակ պահպանելով տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականությունն ու զարգացնելով արտահանման նոր շուկաները։ Հանրակրվեի պահանջ չկա, իսկ ես դժվարանում եմ ասել, թե պարոն Վարմանյանը լինելով 2-3 օրվա падգամավոր ինչպես կարող է գնահատել, որ Հայաստանի իշխանությունները սպառել են դիվանագիտական ողջ գործիքակազմը։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը համարելով Հայաստանի Հանրապետությունը որպես կարևոր գործընկեր կշարունակի խոսակցությունը այս մասով։ Մենք ոչ ավանդական այնպիսի ուղղություններով ենք կարողացել արտահանում ապահովել։ Խոսքը գնում է ոչ միայն ԵՄ արտահանման մասին, այլ տարբեր ուղղություններով։ Նոր ենք սկսել գյուղատնտեսական ապրանքներ արտահանել, որովհետև ԵՄ-ն միշտ փակ է պահել իր շուկան գյուղատնտեսական ապրանքների համար։ Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, սա միայն Հայաստանի խնդիրը չէ, այլ ԵԱՏՄ-ինն է։ Փաշինյանն անդրադառնալով Հայաստանում Եվրամիության անդամակցության հարցով հանրակրվե անցկացնելու վերաբերյալ Ռուսաստանի պահանջին, նշել էր, որ հանրակրվեն չի կարող անցկացվել, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիության անդամակցության համար։ Փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Ես չեմ ասում, Հայաստանի հետ առաջացել է ձեզ հայտնի հանգամանքների պատճառով, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն, ընդ որում այդ քաղաքականության լեգիտիմությունը, այդ թվում Ռուսաստանի Դաշնության գործընկերները ընդունում են, ինչ շատ կարևոր է։
Այստեղ խնդիրը հետեւյալն է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի։ Ընդհանուր առմամբ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումները կտրուկ ակտիվացան 2026 թվականի գարնանը հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ապրիլից սկսած ռուսական վերահսկող մարմինները փուլ առ փուլ սահմանափակումներ մտցրեցին Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքների նկատմամբ։ Ռոսելխոզնադզորն արգելել է հայկական հանքային ջրերի, մի շարք ալկոհոլային խմիչքների, կաթնամթերքի, ձկնեղենի, մրգի, բանջարեղենի, ծաղիկների ներմուծումը եւ տարանցումը ԵԱՏՄ տարածքով։